հասկանում եք, եկեղեցու պատերի ներսում ահաբեկիչներ են աճեցրել, որպեսզի գան, չգիտեմ, ասում են ձյուրավառ հեղուկը լցնել ավտոբուսը այրել, սրբորեն այրել հավատացյալներին ավտոբուսում, կամ շենքեր գրավել, պատերի տակ մարդկանց գյուլել, հասկանում եք ովքեր են այս մարդիկ։ Մենք այս ահաբեկչության փորձեր տարբեր տեսել ենք, օրինակ տեսել ենք հյուսիսային տերևաթափեր, չգիտեմ, գարնանային սրացումներ, չգիտեմ ինչեր, բայց դրանք այսպես քրեական տարրեր են եղել, էլի, դրանք սրբազանի կերպարով, աղոթքով, գառներ գրկող ինչ որ մարդու կերպարով մարդիկ չեն եղել։ Հիմա նաև հիշում եք օրերս ընդամենը 3 շաբաթ առաջ էր Դաշնակցական Հրանտ Մարգարյանը ինքը շատ անկեղծ խոսեց եթերում, ասաց, որ նոր պորտկում է լինելու ինչպես հոկտեմբերի 27-ն էր, եւ թացը չորի հետ խառնվելու է, եւ ակտը վերջնական լինելու է սրբության սրբոց։ Նոր ահաբեկչության մասին էր նա խոսում։ Փաստորեն այդ ահաբեկչության մեջ շատ լայն շրջանակներ են ներգրաված։